Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Medinform-ի շրջանակում այսօր մենք զրուցելու ենք պոլիպների մասին։ Արգանդի խոռոչում ու արգանդի պարանոցում գտնվող պոլիպները հիմնականում լինում են բարորակ, դրանք հյուսվածքային աճեր են, որոնք միգուցե եւ թվում է վնասակար չեն, սակայն իհարկե ունեն իրենց հետևանքները։ Բարորակ այս գոյացությունների եւ դրանց հետևանքների մասին հեռացնել դրանք թե ոչ, ահա այս թեմաների մասին ես իրով զրուցելու եմ եկել գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Տիգրան Բախշինյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև։ Եվ այսպես պոլիպներ շատ կանանց հուզող թեմա է, քանի որ մի մասը բժիշկների հակված է այն ձեռք չտալ, եթե չի խանգարում չհեռացնել, մի մասն էլ գտնում է, որ այնուամենայնիվ գոյացություն է եւ պետք է հեռացնել։ Խոսենք սրանց առաջացման պատճառներից եւ առհասարակ պոլիպներից։ Տեսեք, ասեցիք արգանդի խոռոչի պոլիպներ եւ պարանոցային պոլիպներ։ Այո։ Չնայած օրգանը հիմնականում ասենք նույնն է, բայց արգանդի պարանոցի պոլիպները ու արգանդի խոռոչինը ոնց որ մի քիչ տարբեր երևույթներ են նրանց ներկայացնում, այսինքն եկեք սկսենք նրանից, որ արգանդի պարանոցի պոլիպը ավելի հեշտ է ախտորոշել, հա, արտաքնապես դաժե, ոնց ասեմ, ռուտին զննման ընթացքում կարող է հայտնաբերել եւ դա հիմնականում ասենք պապիլոմավիրուսի կամ այլ ուրիշ ինչ-որ բորբոքային որպես կանոն process-ի հետևանք է, կարող է լինել նաեւ հորմոնալ ինչ-որ խախտումների կամ հորմոնալ ֆոնի փոփոխության հետևանք, դա տեխնիկապես ավելի հեշտ ախտորոշվող եւ ավելի հեշտ բուժման ենթարկվող է, հիմնականում իհարկե հեռացնում է։ Բայց որպես կանոն դա ասենք ինչ որ գլոբալ ասենք կանացի առողջությանը չսպառնացող երևույթ է, եթե ժամանակին ախտորոշել եւ ժամանակին զբաղվել։ Ինչ վերաբերվում է արգանդի խոռոչի պոլիպներին, դա մի քիչ ուրիշ պատմություն է։ Այստեղ որպեսզի սկսենք նրանից, որ ախտորոշվելու համար սիմպտոմները շատ սակավ են, մեծ մասում կարող են ընդհանրապես բացակայել, այսինքն պատահում է, որ պոլիպի պատճառով մինչև դաշտանային ցիկլը կամ դաշտանային ցիկլից հետո ինչ որ արյունային, ասենք, քսվող այնց արտադրություններ, կասկածելի ինչ որ երևույթներ, հա, որոնք կարող են թույլ տալ կասկածելու, բայց մեծամասնությունը, օրինակ մեր մոտ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ հիմնականում գանգատներ չկան, այսինքն դա, քանի որ պրոստը մենք կնոջը ռեգուլյար ուլտրաձայնային հետազոտության ենք, հա, ենթարկում, հետևում ենք ինչպես է աճում, ասենք, իր ֆոլիկուլը ձվարանի մեջ է, ձվաբջջի հասունացման process-ին ենք հետևում ենք էնդոմետրիումի, то есть արգանդի խոռոչի աճին, դրա համար մենք ավելի շատ ենք հայտնաբերում ու կարելի ասել, որ իրոքից բավականին հաճախ ենք հայտնաբերում։ Դրանք ընդհանրենք անտեսելու դեպքում ինչ վատ հետևանքներ կարող են ունենալ պոլիպները։ Եթե կնոջ մոտ չկա օբյեկտիվ գանգատ, եթե կնոջ մոտ չկան այլ գինեկոլոգիական, այսպես ասած, հա, ուրիշ ինչ-որ խանգարումներ, ցիկլի հետ կապված լինի դա, կինը կարող է ունենալ դա երկար ժամանակ, այդ պոլիպը կարող է ունենալ, բայց մինչև բժշկի դիմելը, քանի որ գանգատներ չկան, իսկ ինքը կարող է ռեգուլյար իր ցիկլը տեսնել, դաշտանային ցիկլը կարող է չնչին ինչ-որ փոփոխությունների ենթարկված լինի այդ պոլիպի պատճառով, որը կինը կարող է պրոստը չտա ինչ-որ նշանակություն, հա, ասենց ասենք, եթե դա գերձային կամ ֆիբրոզ, հա, ու սկսենք նրանից, որ փաստորեն պոլիպների տարատեսակները կան, չէ՞։ Այսինքն գերձային պոլիպները, ֆիբրոզ պոլիպները, դրանք բարորակ երևույթներ են, որոնք չարորականանալու տենց գլոբալ հակում չունեն։ Վտանգավոր չէ։ Եվ հիմնականում, հա, то есть չեն կարող դառնալ ինչ որ ավելի լուրջ հիվանդություն, հա։ Բայց կարող են հանգեցնել չբերության։ Կարող են։ Դե տեսեք, ուրեմն պոլիպը դա ինչ է, դա ասենք sense ներսում լորձաթաղանթի վրա աճող այդ նույն լորձաթաղանթի բջիջներից շատ անգամ, հա, բաղկացած, բայց արդեն անկառավարելի աճող կամ իր հմահաճույքով աճող ինչ որ գոյացություն է։ Այսինքն եթե օրինակ կանայք կոնտրացեպցիայի համար ներարգանդային պարույր են տեղադրում, որը ազդում է որպես օտար մարմին, նույն պրինցիպով կարող ազդի եւ արգանդի պոլիպը, եթե իհարկե չափսերը արդեն մեծ են, արգանդի խոռոչը, արգանդի այդ խոռոչի ներսի շերտը, լորձաթաղանթը, հա, էնդոմետրիում կոչեցյալը, շատ զգայուն է տարբեր տեսակի, ասենք, գործիքային միջամտությունների։
Որպեսզի դա մաքսիմալ պահպանենք, գոյություն ունի հիստերոսկոպիա, երևի շատերը լսածվել են այդ տերմինը, այսինքն առաջինը մենք անում ենք ախտորոշիչ միջամտություն, այսինքն փուճուր գործիքով, որի վրա կա տեսախցիկ, փաստորեն զնում ենք արգանդի խոռոչը, գտնում ենք այդ պոլիպը որտեղից է աճում։ Հետո նույնպես այդ նույն տեսախցիկի ոնց որ կոնտրոլի տակ, հա, այսինքն աչքով տեսնելով, որտեղ սկսեց մեր միջամտությունը, որտեղ վերջացավ, հեռացնում ենք պոլիպը եւ եթե դա գերձային պոլիպ է, մենք նույնիսկ ասենք աչքով հələ մինչեւ մանադիտակային ինչ-որ հետազոտություն կարող ենք արդեն եզրակացնել ինչի հետ գործում։ Այո։ Այդ ժամանակ պարտադիր է նաեւ, որպեսզի իր հիմքը, որտեղ կա նաեւ անոթավորում առանձին, անպայման վերացվի, որպեսզի կնոջ մոտ այդ ռեցիդիվի շանսը բերենք մինիմումի։ Այսինքն, եթե պոլիպները հանգեցնում են անպտղության, այստեղ սխալ է հեռացված եղել նախկինում պոլիպը կամ ինչն է եղել խնդիրը։ Ընդհակառակը, տեսեք, եթե կնոջ մոտ արդեն գոյություն ունի գանգատը, հա, որ չի կարողանում ինքնուրույն հղիանալ։ Առավել եւս, եթե արդեն դրա պատճառով մենք հասել ենք արտամարմնային բեռնավորման։ Մենք շատ սրտատրոփ ենք կարելի ասել վերաբերվում արգանդի խոռոչի իրավիճակին։ Այսինքն այդ սաղմիկը տեղադրելուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ ոչ մի կողմնակի խանգարող հանգամանք չկա։ Հիմա, եթե մենք տեսնում ենք օտար մարմին պոլիպի տեսքով, հատկապես եթե չափսերը մեծ են, հատկապես եթե անհաջող է տեղակայված, այսինքն պոտենցիալ ինքը մաքսիմալ կարող խանգարի այդ սաղմի իմպլանտացիային։ Իսկ ինքնուրույն հղիանալու պարագային պոլիպը կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Կարող է նորից կախված տեղակայումից, բաղադրությունից, կարող է ինքը պոլիպը չլինի ուղիղ պատճառ չհղիանալու, բայց իր առաջացման պատճառը, որտեղ ամենահաճախ ըստ մեր հասկանալու այդ process-ը երկու խնդիր կան, որոնք կարող են բերեն այդ թվում նաև պոլիպի առաջացման, համար մեկը դա դիսհորմոնալ, եթե գերձային պոլիպներն են, այսինքն հորմոնալ ֆոնի ինչ-որ շեղումների հետևանքով, երկրորդը դա կարող լինի ինչ-որ մի կամ սուր բորբոքայինի հետևանք, կամ սուրը եթե դառել է քրոնիկ, այդպիսի վարկածել կա, որ պոլիպների առաջացմանը կարող բերեն նաև չբուժված կամ կիսատ բուժված անցյալում բորբոքային, վարակային ինչ-որ process-ներ։ Այո։ Ու ըստ պոլիպի տեսքի էլ, ըստ պոլիպի տեսակի ավելի ճիշտ սխալ ասեցի, մենք կարող ենք եզրակացնել, սա ավելի շատ բորբոքային իմաստն է, սա ավելի շատ հորմոնալ։ Այո, հասկանալի է։ Բժիշկ, մեր զրույցի սկզբում ես նշեցի, որ պոլիպները լինում են արգանդային եւ պարանոցային, այո։ Ձեր աշխատանքային գործունեությունից ելնելով, որ պոլիպներն են ավելի վտանգավոր, որոնք ունեն կնոջ օրգանիզմի համար վտանգավոր հետևանքներ, որպես հետևանք, վատ հետևանք թողնող։ Այսինքն չարորականալու եւ այլն։ Այո, այո։ Տեսեք, մենք ասեցինք, որ միայն կա գերձային, ավելի միայն կա չէ, մենք քննարկեցինք գերձային ֆիբրոզ, եթե ավելի ոնց ասեմ, ավելի բարդ տարատեսակները, հա, արդեն դա ադենոմատոզ պոլիպ կոչեցյալն է, որը արդեն որպես նախաքաղցկեղ է, հա, գնահատվում, դա, բայց որպես կանոն այդպիսի գոյացությունները արդեն կամ համակցված են այլ խանգարումների հետ, որի ֆոնի վրա մենք արդեն կարող ենք կասկածել, որ եթե ստեղ մեզ մի բան դուր չի գալի, պետք է ավելի լուրջ վերաբերվել օրինակի համար, հա, կամ էլ թե չէ մենք տեսանք պոլիպը մտանք, անպայման ինչ էլ որ հեռացրեցինք, մենք ուղարկում ենք պաթոհիստոլոգիա։ Նույնիսկ ավել ասեմ, այդ սեփական փորձից կարամ ասեմ, այսինքն լինում է ստանդարտ ասենք օրինակ ոչ վտանգավոր պոլիպ, պրոստը խանգարում է այս պահին մեզ, ասենք կամ կինը ունի գանգատներ, կամ մենք ինչ-որ գործողություն պետք է անենք, որ պետքա որ ամեն ինչ իդեալական լինի արգանդի խոռոչում։ Իսկ կան սիտուացիաներ, երբ որ մենք նույնիսկ աչքով, երբ որ հիստերոսկոպիայի վաղ մտնում ենք, տեսնում ենք իր կառուցվածքից արդեն կասկածահարույց է մեր համար, այսպես թե այնպես, դաժե եթե տեսքից ինքը ամենավնասն գնում է պաթոհիստոլոգիայի եւ գերձային ու ուրիշ որ հորմոնալ ֆոնի հետ կապ ունեն պոլիպները, անպայման դրանից հետո ինչ որ բուժում նշանակվում է, որpիսի այդ պաթոլոգիկ աճը այո, այզում էի հարցնել, պոլիպները եթե չեն հեռացվում, ապա ինչ բուժման են ենթարկվում, դեղորայքային բուժումը բավական է։ Գիտեք ոնց է, մի քիչ տեղ մտածելակերպ կա, ասենք թերապևտիկ ու վիրաբուժական, որտեվ տեսեք, օքեյ, հիմնականում մենք ախտորոշում ենք ուլտրաձայնով։
Բայց մենք ուլտրաձայնը դա ինչ է, դա շատ բարձր մանրամասն, հիմա արդեն գնալով զարգանալով ոնց որ մանրակրկիտ հետազոտություն է, բայց այդպես թե այնպես սա մանրադիտակ չի, մենք ինչ որ ասենք ուլտրաձայն ստանում ենք հետ ու գորշ այդ списат оттенков серого, որ ասում են, մեր էկրանի վրա տեսնում ենք ինչ որ եզակացություններ են անում։ Այսինքն այսպես թե այնպես, եթե դու ինչ որ օտար բան տեսար, առավել եւս չափսի տեղակայման այն ինչ որ մինչև այդ խոսացինք, ավելի լավ է հեռացնես, տեսնես ինչից է դա բաղկացած, նշանակես համապատասխան բուժում, հետո դինամիկ ինչ որ վերահսկողություն անես, կամ էլ եթե ասենք հորմոնալ ինչ որ խանգարում եւ այլ վերացնենք պատճառը, այո, վերացնենք, այսինքն սկսել պատճառը վերացնելուց։ Այո։ Ֆիլմ ջրել, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի սիրահարներին եւ բոլոր մարզասերներին, ովքեր դիտում են Medinform-ը եւ այսուհետ մեր ծրագրում իր տեղն է գտել սպորտային այս կարևոր էջը։ Մարզիչների օգնությամբ ցույց ենք տալիս, թե որ վարժությունը սխալ է կատարել այսպես եւ որ ինչպես է ճիշտ կատարել, այնպես որպեսզի օգուտի փոխարեն վնաս չպատճառենք օրգանիզմին։ Ես գտնվում եմ Hills սպորտային համալիրում եւ մարզիչ Հայկի հետ միասին հիմա պետք է հասկանանք, թե մեջքի եւ նստատեղի մկանների համար կատարվող այս շատ սիրված մարզասարքը որ դեպքում է սխալ կատարվում եւ որ դեպքում է ճիշտ կատարվում։ Ողջույն Հայկ։ Բարոզես։ Այս մարզասարքը ես նույնպես շատ կիրառում եմ, շատ սիրում եմ, բայց լինում են դեպքեր, երբ տուն գնալուն պես զգում եմ, որ այս հատվածը մեջքի ներքևի հատվածը ցավեր է նկատվում։ Արդյոք ես այդ դեպքում սխալ եմ կատարած լինում, սա հնարավոր է։ Հնարավոր է եւ սխալ կատարել եւ ցավեցնել մեջքի մկանները։ Ահա։ Վարությունը կատարում ենք, հենվում ենք մարզասարքի վրա։ Ահա։ Մի քիչ կուզենենք բարձրացնել մարզասարքը դեպի վրա։ Քանի որ նա բարձրահասակ է, դա հասակի հետ համապատասխանեցնում ֆիզիոն։ Ահա։ Կարող ենք կատարել քաշով եւ առանց քաշի։ Ահա, տվյալ դեպքում 25 կիլոգրամ։ Սկսնակների խորհուրդ կտայի կատարել վարությունը առանց քաշի։ Ահա։ Մարմնի քաշով դու մեջքը պայելու ենք ուղիղ։ Այս մարզասարքով մենք կարող ենք մարզել մեջքի ստորին հատվածի մկանները, նստամկանը եւ ազրի ետևի մասի մկանները։ Մեջքի մկանները մարզելու համար սկսնակներին խորհուրդ կտայի վարությունը կատարել առանց քաշի։ Ձեռքերը կպայենք դեպի վեր։ Իջնելուց դեպի ձգվում ենք դեպի առաջ, մեջքը դեպի ուղիղ պայենք։ Բարձրանում ենք միջև որ կհավասարվի ողնաշարը։ Նա ճիշտ է կատարում։ Ահա։ Եվ քարով վերևում արտաշնչում ենք պարտադիր, 1 վայրկյան ֆիքսում ենք ու դանդաղ իջնում ենք դեպի ներքև։ Իսկ այդ պետք է շատ իջնել մինչև հատակը, թե կիսով չափ։ Ու մինչև վերջ պետք չի որ իջնենք, եթե ցանկանում եք կատարել մեջքի մկանների մարզումը։ Մյուս մկանները մարզելու համար կարող եք իջնել մինչև ներքև։ Հայկ, իսկ այս վարժությունը կատարելիս երբեմն մինչև վերջ կարող ենք իջնել եւ կիսով չափ։ Որն է ճիշտ։ Երկուսն էլ, ահա։ Միջև վերջ իջնելու կարիք չկա, քանի որ մեջքի մկանները պետք է լարված պահենք։ Միջև վերջ իջնելու դեպքում արդեն մեջքի մկանները կթուլանան։ Նորից վերև բարձրանանք, նորից էլի կձգվեն։ Ցանկալի է լարված պահել միջև վերջ եւ բարձրանալ վերևում 1 վայրկյան։ Խնդրեմ, կատարեք, տեսնենք ճիշտ եք դուք կատարում։ Արդյոք սխալ նկատում եք հիմա մեր մարզվողի պարագայում։ Դանդաղ իջնել ենք։ Շատ ճիշտ։ Պետք է դանդաղ, այո, իջնել։ Մի քիչ դեպի առաջ ձգվել։ Բարձրանանք։ Իսկ այդ գլուխը հետաքրքիր է, պետք է հայացքը վերև լինի, թե գլուխը կա։ Չէ, նեյտրալ, ոչ վերև, ոչ ներքև։ Ահա։ Շնորհակալ եմ։ Էլ ինչ մարզումներ առանց ջուր խմելու։ Այնպես որ պիտ ջրեր, ճիշտ ջուր խմելու ժամանակն է։ Մարզվելիս պարտադիր մի քանի կում պետք է ընդհատ խմել մարզման ընթացքում, որպեսզի օրգանիզմը չհասցնի ծարավել, չորանալ եւ սպառել իր ջրային բոլոր ռեսուրսները։
խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics